Երեխեք ջան, կանաչին չենք խնայում, վերցնում ենք թարխուն ռեհան համեմ եւ սոխ կանաչ, կտրտում ենք, պարտադիր չէ որ մանր հավասար լինի, կարա խոշոր լինի, ու սենց բոլ շատ պետք է լինի կանաչին, եւ կարագը, օրգանիկ կարագը, սուկը կտրատում ենք 4 մասի, ստեղից, և ստեղից, իդեպ ես ասեմ ձեզ մի բան, իշխան ձուկը կարակ իրա թեփուկից շատ չմաքրեք, ինքը օքեյ է որ էպվի։ Երեխեք ջան, նախորոք սարքում եք աղը, սև բիբարը ու կարմիր բիբարը ու հալեպի բիբարը, սենց լավ ծկանա աղ եք անում, հետո մեջը լցնում ենք կանաչին, բոլ հա չենք ափսոսում կանաչին, այսենց կանաչին ենք դնում, հետո կտրում ենք մի փոքր օրգանիկ կարագից, տեսի փոքր չի էլի, բայց մի խոսքով ես կարագ շատ եմ սիրում, դնում ենք իրա մեջ, այսենց, և հերթով սենց ամանի մեջ հավաքում ենք, ուստեղ կարելի է 3 կտոր դնել, և կացայի մեջ լցնում եք մի քիչ ջուր, այս պոչերը ես գցել եմ ինք իրա հոտը տալու ու հետո ափսեները, այսենց ձկներով դնելու ենք մեջը, կրշկան փակենք ու ինքը էպվի, բոլոշիով։ Երեխեք ջան, բերում ենք դնում ենք գազ օջախի վրա, սենց հերթականությամբ շարում ենք իրար վրա այս ափսեները, ֆիքսում ենք, տակի ջուրը տեսնում եք, չէ, ինչքան է տենց մի մատի չափ մի քիչ ավել, հիմա վառելու ենք տակը դանդաղ, տենց միջին, ու մի 40 րոպե հետո արդեն ձուկը պատրաստ։ Երեխեք ջան, այսօր մինիում իշխան ձուկն է, բարի, իշխան անելու ենք գոլոշու վրա, կանաչիով և կարագով, Esta pista tá um bom.